Տիկին Աղեկյան Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ իշխանությունները թույլ են տալիս խախտումներ վաղաշաբաթի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում եւ դրանից էլ առաջ կխնդրեմ մանրամասնել, թե ինչպիսի խախտումներ եք արձանագրել։ Այո, այս ընտրությունները վաղաշաբաթ խոշորացված համայնքում սպասվելիք ընտրությունները արդեն անօրինական ճանապարհ են որդեգրել, որովհետև հոկտեմբերի 22-ից էր հայտարարված, որ պետք է սկսեր քարոզարշավը, բայց օրեր առաջ արդեն հոկտեմբերի 22-ից օրեր առաջ արդեն իշխող խմբակը թույլ էր տալիս ապօրինություններ եւ իրենց տեխնացուի պաստառները, քարոզչական ողջ նյութերը փակցված էին վաղաշաբաթ խոշորացված համայնքում եւ եթե մատնանշենք, ապա խնդիրները եւ ապօրինությունները են, օրինակ Մայր Հայաստանը մի քանի անգամ դիմում գրեց գրավոր, ինչպես հարկն է, ինչպես օրենքն է պահանջում, օրենքի տառին համաձայն մենք դիմումով պահանջեցինք, որպեսզի մշակույթի պալատի դահլիճը տրամադրեն մեր միջոցառման համար, սակայն տարբեր անգամներ, տարբեր հիմքերով մերժեցին, բոլոր հիմքերը ապօրինի էին եւ պետք է նշենք նաեւ, որ հենց այդ նույն դահլիճը տրամադրվեց Արգիշտի Մեխակյանի հանդիպումը կազմակերպելու համար։ Սա ամենաակնառու փաստերից մեկն է, որը կարող ենք մատնանշել, նշանակում է, որ արդեն իսկ անհավասար պայմաններում են ընթանում վաղաշաբաթ խոշորացված համայնքում ընթացող սպասվելիք ընտրությունները եւ իշխող խմբակը օգտագործում է ողջ իշխանությունը, վարչական լծակները եւ իրենց ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմն է օգտագործում, որպեսզի կարողանան գոնե մի քանի քվե մուրալ վաղաշաբաթ համայնքի բնակիչներից, բայց նաեւ պիտի նշեմ, որ մարդկանց հետ հանդիպումներում արդեն մի քանի օր է, որ ընթանում է քարոզարշավը եւ Մայր Հայաստանը ակտիվ քարոզչություն սկսել է արդեն, եղել են եւ գյուղական բնակավայրերում եւ Էջմիածնի տարբեր թաղամասերում են եղել, բնակիչները շատ ջերմ են դիմավորում Մայր Հայաստանին եւ Մայր Հայաստանին ընկալում են որպես իշխող ԿՊԿ-ի այդ խմբակի միակ գաղափարական այլընտրանքը եւ տեսնում են, որ նոր ուժենք որևէ կապվածություն չկա նախկին, ներկա, այսինքն մենք նոր ուժ ենք, ամբողջովին ինքնուրույն ուժ ենք եւ մեր թիմն էլ, որով ներկայանում ենք վաղարշաբաթ խոշորացված համայնքում 33 ավականու անդամից կազմված է, որտեղ միախառնված են եւ փորձառու մարդիկ, ովքեր եղել են տարբեր վարչական շրջանների, գյուղական համայնքների ղեկավարներ, այսինքն ունեն կառավարման փորձ եւ իրենց կառավարման տարիներին, եթե բյուջեն եղել է մի քանի հազար դրամ, ապա իրենք պաշտոնը հանձնելու ժամանակ արդեն մի քանի միլիոն բյուջե են հանձնել։ Նաև ունենք երիտասարդներ, փորձի եւ երիտասարդության համադրումն ենք ներկայացնում վաղարշաբաթ խոշորացված համայնքում եւ պետք է նշեմ, որ չնայած որ իշխող խմբակը թույլ է տալիս ապօրինություններ, փորձում է անհավասար պայմաններում անցկացնել ողջ քարոզարշավը, սակայն Մայր Հայաստանի դիրքերը այսօրվա դրությամբ պետք է գնահատենք հիանալի, օրինակ 3 եղել ենք տարբեր 3 գյուղական համայնքներում Դաշտում, Մրգաստանում եւ Մոնթեավանում, որտեղ գյուղացիները շատ ջերմ են դիմավորել Մայր Հայաստանի մեր ներկայացուցիչներին, անգամ հրավիրել են իրենց սուջուխը համտեսելու, որ սուջուխն էին շարում, հրավիրել են տարբեր միջոցառումների, իրենց հենց տուն են անմիջապես հրավիրել ողջ քարոզչությունն իրականացնող թիմին եւ խնդրել են հնարավորինս շուտ մաքրել երկիրը այս խմբակից, որը այսօր իշխում է։ Ինչու են իշխանությունները անհանգստացած, ըստ ձեզ կարծում եք իրենք տեսնում են, որ պարտվում են այդ ընտրություններում։ Այո, իշխանությունը անհանգստացած է, որովհետև ինքը հասկանում է, որ այն քաղաքականությունը, որը վարում է 2018-ից մինչ այսօր, Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման, այնպես ինչպես որ Արցախը հանձնեցին մեր թշնամուն, այնպես էլ արդեն պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունը դարձնել թուրքական վիլայետ, պարզապես դրա անունը այսպես գեղեցիկ փաթեթավորումամբ են ներկայացնում, որովհետև հասկանում են, որ մինչ 2026 թվականի ընտրությունները իրենք չեն կարողանալու մարդկանց աչքերի մեջ նայելով իրականությունը ասել, ինչպես որ նախկինում ասում էին Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց գնում էին եւ Պրահայում Արցախը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, նույն քաղաքականությունը վարվում է այսօր ասում են, որ մենք ձեզ սիրում ենք, խոնարհվում ենք, բայց իրականում եւ ատում են եւ հնարավորինս փորձում են ժողովրդավարությունը
փակել, կաղապարել, մարդու խոսքի ազատությունը կամ արտահայտությունը անմիջապես բանտարկվում է եւ որևէ քաղաքական գործիչ, շարքային հայ մարդ, ով փորձում է հնարավորինս իր հնարավորությունների սահմանում արտահայտել իր իրական զգացածը, փորձել բարձրացնել ձայնը, որպեսզի մյուսներին արթնացնի, ապա նա անմիջապես ձերբակալվում է եւ կալանավորվում է։ Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը սարսափած են։ Իրենք հասկանում են, որ շատ մոտ ապագայում այդ խմբակը արդեն հայտնվելու է ճաղավանդակների մյուս կողմում, որովհետև հայ մարդը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նաեւ մեր Սփյուռքի հայրենակիցները լիովին գիտակցում են, թե ինչ սարսափելի օրեր ենք ապրում, ինչ ճակատագրական շրջափուլում ենք այս պահին մենք գտնվում եւ որ բոլորիս համար մեր երկիրը, մեր հայրենիքը հայկական պահելը այսօր դարձել է առաջնային խնդիր եւ Նիկոլ Փաշինյանի այս կալանավորումները, այս ձերբակալությունները եւ այն ողջ վարչական լծակի օգտագործումը իրավապահ համակարգին ուժային կառույցներին իր շուրջը համախմբելը, նրանց համար պարգևատրումներ եւ աշխատավարձի բարձրացումներ իրականացնելը, այս ամենը խոսում է քաղաքացիական պայմանագրի վախերի ու սարսափների մասին։ Արդյոք վաղաշաբաթում պարտությունը կնշանակի պարտություն ապագա համապետական ընտրություններում։ Բնականաբար հասկանում են, որ ինչպես տարբեր համայնքներում վասնզի Գյումրիում եւ էլի տարբեր համայնքներում իրենք մերձավանում պարտություն կրեցին եւ տեսան, որ բնակչությունը թեկուզ որ վախից ու սարսափից երբեմն չի կարողանում արտահայտվել, բայց քվյախցիկում, երբ որ քվյաթերթիկը իր ձեռքում է, հստակ հասկանում է, որ իր գրիչի մեկ շարժումից կախված է իր զավակների, իր հայրենիքի ճակատագիրը եւ չի կարող հայ մարդը ընդհանրապես իր խղճի առջև գնալ սխալ ընտրություն անել եւ մերժում է բնականաբար։ Օրինակ շատ վառ օրինակ է Գյումրիի ընտրությունները, Մերձավանի ընտրությունները եւ նաեւ տեսնում ենք, թե ինչ է լինում այն համայնքապետերի հետ, այն ղեկավարների հետ, ովքեր ունեն ժողովրդի աջակցությունը, կամ նրանք մահանում են տարբեր պայմաններում կամ կալանավորվում են, սա եւս խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է իրավիճակը եւ տեսնում է, որ մեկնարկել է 26 թվականին իր վերարտադրվելու, որ ավելի ճիշտ է ասել, իր եւ իր կուսակցության լինել չլինելու հարցի լինելիությունը, այսինքն հասկանում է, եթե վաղարշապատում իրենք պարտվեցին, ժողովրդի աջակցությունը չստացան, իսկ որ այդպես պետք է լինի, արդեն Քարոզ Արշավը ապացուցում է, որ այդպես պիտի լինի, փաստում է, որ այդպես պետք է լինի, նա հստակ հասկանում է, որ այստեղ ինքը պարտվելու իրավունք չունի, որովհետև այն մեր երկու թշնամի պետությունները, ովքեր իրեն ուղեգրել են մեր երկիր եւ իրենց երկրների շահերը շատ լավ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանը եւ կատարում է նրանց բոլոր հրահանգները, նրանք իրեն չեն ներելու։ Ոչ միայն հայը չի ներելու, այլ նաեւ իր պատվիրատուները չեն ներելու եւ սա իր վախերի արտահայտությունն է։ Ոմանք կարծում են, որ վաղաշաբաթում հավանական պարտությունը կարող է ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների, ձեզ դա կօգնի իրենց։ Կարծում եմ չի օգնի, որովհետև տեսնում ենք, որ հնարավորինս օգտագործում են բոլոր լծակները, կոնկրետ Վաղարշապատ համայնքում եւ գյուղական այդ 17 գյուղերում եւ Էջմիածին քաղաքում փորձում են անել հնարավորը, որպեսզի մարդկանց կարողանան վախեցնել, ստիպել, որ ընտրեն իրենց։ Ճիշտ այնպիսի քաղաքականություն են վարում, ինչպիսին 20 թվականին Արցախի ընտրություններում էին վարում, որպեսզի Նիկոլի ցանկալի թեկնածուն ընտրվեր, որպեսզի կարողանային իրականացնել Արցախի հանձնման գործընթացը։ Նույնը իրականանում է նաև այստեղ եւ ինչպես որ դուք հարցադրումը շատ ճիշտ տվեցիք, ես բնականաբար հասկանում եմ, որ արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանը չի գնա, որովհետև ինքը չունի այնքան ռեսուրս, որ կարողանա բոլորին լռեցնել, բոլորին վախեցնել եւ արտահերթ ընտրություններին էլ պատրաստվելու համար իրեն ժամանակ է պետք, նաև Վաղարշապատ խոշորացված համայնքի այս ընտրությունները նոյեմբերի 16-ի իրեն համար կհստակեցնեն եւ կհասկանա, որ իր քայլերը այլևս ավելորդ են եւ ավելի ճիշտ կլինի, որ ինքը անմիջապես հրաժարական ներկայացնի, փրկելով իր կաշին։
Երկրորդ կիրակին է, որ Հովանավանքում կազմակերպվում է կեղծ պատարակ, որին էլի քիչ թվով մարդիկ էին մասնակցում եւ հիմնականում ՔՊԱ-ականներն էին իրենց հարազատներով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, նման աջակցության բացակայության դեպքում ինչու է շարունակում կռվել եկեղեցու դեմ։ Հստակ իրականացնում է Ադրբեջանի մոլլաների ղեկավար Փաշազադեի հրահանգը, հստակ երևում է, անզեն աչքով երևում է եւ ակնառու է, որ իրականացնում է այդ նրանց ցանկությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը, որը քրիստոնեությունը առաջին ընդունած երկիրն է, փորձում է լուր նենգորեն դարձնել մուսուլմանական պետություն եւ ցավալի է, որ մեր հայկական եկեղեցիները իրեն թույլ տվեց համարել չուլաններ եւ փորձում է չուլանները քողարկելով իբրև թե կաթողիկոսի դեմ արշավ է իրականացնում, սակայն մենք հստակ տեսնում ենք, որ Փաշազադեի հրահանգով ինքը իրականացնում է քրիստոնեության դեմ պայքար եւ Հայաստանը փորձում է դարձնել իրեն պատվիրված է եւ ինքը փորձում է դարձնել Հայաստանի Հանրապետությունը մուսուլմանական երկիր, իսլամ է ընդունել տալու եւ մեր եկեղեցիներին անվանելով չուլան, փորձելու է եկեղեցիները, մեր բոլոր եկեղեցիները դարձնել մզկիթներ։ Սա մեր առջև դրված շատ կարևոր խնդիր է, որ արդեն հասել են մեր հոգևոր արժեքներին։ Հայի ինքնության կարևոր ինստիտուտներից է մեր հոգևոր արժեքը, եկեղեցին, մեր հավատքը եւ այսօր ներկայացնում են, որ իբրև թե եկեղեցու դեմ չէ պայքարը, հստակ է, որ պայքարը եկեղեցու դեմ է եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը վերածել թուրքական վիլայեթի, որտեղ պետական լեզուն կդարձնեն թուրքերենը, իսկ հավատքը կլինի իսլամը։